Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հարելի Խնձոր կսիրես։ Այո, սիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Բայց կանեմ։ Ստեսու։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող, սիրելի ունկնդիր, այսօր իմ հյուրն է սիրված դերասանուհի Անի Խաչիկյանը։ Անի ջան, բարև։ Ողջույն։ Ոնց ես։ Հիանալի դու։ Հիանալի, Ինչ մանավանդ ես կարծում հեռուստադիտող ինչպես է։ տեսեք սկսեց նա հիմնականում ինքն է հարցեր տալիս, բայց այսօր պիտի հարցեր ես տամ քեզ։ Սկսիր։ Ես կարծում եմ հեռուստադիտողը լավն է ու քանի որ մենք գտնվում ենք Մալյան թատրոնում, խնդրում եմ ասա, ինչպիսին էր քո տպավորությունը, երբ առաջին անգամ մտար Մալյան թատրոն։ Ազնևի եւ անկեղծի միջակայքում կամ շուրջ բոլորը։ Զգացողություն, չէ՞, հարցրեցի։ Ես զգացողության մասին ասացի։ Իսկ պատկերացնում ես քեզ այս թատրոնում որպես դերասանուհի խաղաս Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։ Եղել է նույնիսկ այդպիսի փորձ, ես տարիներ առաջ 2017 թվականին, 16 կամ 16 կամ 17 թվականին եկա հանդիպեցի Նարինե Մալյանին, ասացի, որ ես պատրաստակամ եմ, ոչ որպես հաստիքային դերասանուհի, բայց եթե ինչ-որ մի պահի, ինչ-որ մի կերպ կարելի լինի խաղալ այս բեմում, ես սիրով կհամաձայնեմ։ Ավելի ճիշտ ոչ թե կհամաձայնեմ, այլ ես ուզում եմ, բայց ոչ որպես հաստիքային, այդպիսի նկրտումներ չունեի։ Անի, Բայց չստացվեց, ինչպես տեսնում ես, մինչ այսօր ես պարզապես այստեղ նստած զրուցում եմ քեզ հետ։ դեռ ամեն ինչ առջևում է։ Դա էլ ես ճիշտ ասում։ Ինչ ազդեցություն է թողել քո ստեղծագործական կյանքում Հենրիկ Մալյանը։ Երբեք չեմ մտածել դրա մասին ու հիմա այս բանին որ դրա մասին մտածեմ ու փորձեմ ինչ-որ պատասխան տալ, գուցե կեղծ լինի, բայց կարող եմ ասել, որ Հենրիկ Մալյանը ինչ-որ անկյունից ուսուցչի դեր է ունեցել, որովհետև ահա այստեղ տեսնում ենք մենք իմ դիպլոմային աշխատանքը 11 տարի առաջ կատարված, ես կինոգիտական բաժին եմ ավարտել եւ որոշեցի Հենրիկ Մալյանի կինոաշխարհի մասին գրել իմ դիպլոմային աշխատանքը եւ իրեն ուսումնասիրելու, իր ֆիլմերը ուսումնասիրելու ճանապարհին, բացի նրանից, որ մինչ այդ արդեն սեր ունեի եւ ընտրությունս այդպես էր կայացվել, բայց վերլուծելու եւ ծանոթանալու ընթացքում նաեւ հասկացա, որ շատ բան սովորեցի իրենից։ Ու այսօր էլ 11 տարի անց վերընթերցում եմ ես գրածը, ուզում եի վերհիշել ինչ եմ գրել, ինչն է ինձ հետաքրքրել, ինչ եմ դուրս բերել, ու ես հասկացա, որ այդ թելը մինչև այսօր շարունակվում է, որովհետև Մալյանի ֆոկուսի կենտրոնում միշտ եղել է մարդը եւ մարդու անկեղծ ապրումը։ Ու երևի այդ առումով ինքը ուսուցիչ է եղել։ Կարանք ասենք, որ Մալյանը բացի քեզ համար ուրեմն լեգենդ լինելուց նաեւ ուղեցույց է եղել ստեղծագործական աշխարհում։ Միանշանակ։ Ստեղծագործական աշխարհում, այդ եմ ասում, չեմ կարող ասել, դա ինչ ազդեցություն է թողել ստեղծագործական աշխարհում, բայց հիացմունքը այդ վարպետի հանդեպ այո եղել է։ Եվ կա։ Իսկ որ ֆիլմն ես ամենից շատը սիրում։ Մենք ենք մեր սարերը։ Հայկական բոլոր ֆիլմերից եմ ամենաշատը սիրում, մենք ենք մեր սարերը։ Այդ ֆիլմում գերակշռողը տղամարդիկ էին, ու կա, բայց նաեւ կանացի դեր, որը հիասքանչ խաղում Գալյան Օվենցը։ Հիշեցնեմ հատվածը, երբ որ ոստիկանին կծում է մեղուն ու գալիս է փուշը հանելու։ Ամեն դեպքում կցանկանայիր խաղալ Մալյանի ֆիլմերում։ Իհարկե, պատկերացնում ես, ինչ արտիստների կողքը խաղալու հնարավորություն կունենայի, բացի այն, որ ինչպիսի պատումի մեջ մասնակցություն կունենայի, որովհետև իր պատումները իսկապես շատ պարզ, շատ մարդկային, միևնույն ժամանակ շատ հուզական պատումներ են, պատմություններ են եւ ազնիվ ու անկեղծ են, դրա համար նաեւ շատ էական է, որ այո, այս թատրոն գալիս իր չլինելու անգամ պարագայում դու զգում ես այդ ազնվությունն ու անկեղծությունը։ Լավ, այսպեսի մի հարց էլ։ Դա է։ Տեսնենք գործընկերները կարող են նեղանան, բայց ներկայիս կան դերասաններ կամ դերասանուհիներ, որոնք կարող են խաղալ Մալյանի ֆիլմերում, կամ դու պատկերացնում ես այդ անձնավորություններին, ովքեր են որ կարող են խաղալ Մալյանի ֆիլմերում։ Հեսա գործընկերներ ասում են, «Խի մեր անունը չտվեցիր»։ Ես նախ փորձեցի մտաբերել, թե ովքեր են խաղացել Մալյանի ֆիլմերում, իսկ այդ ժամանակվա մեր ամբողջ հայկական աստղաբույլը դերասանական խաղացել է Մալյանի ֆիլմերում։
Մեկ այլ հարցը թե ինչպես է այդ ժամանակ ձևավորվել հայկական դերասանական աստղաբույլը ու ինչ քննությունների միջով են նրանք անցել, որպեսզի դառնան այդ հարթակի կրողները։ Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Դե լավ, Այդքանը։ արի մեկ պատասխանել տեսնենք։ Օրինակ ես մի քանիսին անկեղծ ասեմ պատկերացրել եմ։ Թե նախ սկսենք ժառանգներից, հա, օրինակ Խորեն Լևոնյանը եւ Սոս Ջանիբեկյանը կարծում եմ միանշանակ կլինեին իր պատումի մեջ։ Հետաքրքիր է։ Իսկ աղջիկներից, կին դերասանուհիներից։ Կին դերասանուհիները մեր մոտ բավականին օրգանիկ են։ Բայց արի անուններ չտամ, էլի։ Լավ, մի Հատկապես որպես կին դերասանուհի այս պարագայում մի քիչ շատ ավելի սուր կլսվի եւ կնայվի։ Լավ, համաձայն եմ։ Իսկ հիմա խոսենք երիտասարդ սերնդի մասին։ Ինչն է կապում երիտասարդ սերնդին, Մալյանին, ու արդյոք կապում է թե ոչ, խնդիր ունենք թե ոչ։ Իրականում կապողը պետք է լինի միջանկյալ սերունդը։ Միջանկյալ սերունդը դա մեր ծնողների սերունդն է, հաջորդիվ մենք ենք, որովհետև մենք էլ ենք այսպես ասած երիտասարդ սերունդ ու մենք էլ մեր ժամանակին մեր ծնողների սերնդով են կապվել Մալյանի հետ։ Մեր դեպքում մի քիչ ավելի հեշտ էր, որովհետև մեր մանկության տարիներին, պատանեկության տարիներին համացանցը այդքան մեծ տարածում չուներ եւ մենք մեծ աշխարհի հետ կամ թեկուզ մեր շուրջը աշխարհի հետ ավելի շատ ծանոթանում էինք մեր տանը փոքր սևարքի միջոցով եւ այնտեղով ցուցադրվում էին այո հայկական ֆիլմերը եւս։ Երիտասարդ սերնդին Մալյանի հետ պետք է կապենք մենք Ֆիլմերով, թատրոնով, չէ՞։ Միանշանակ ֆիլմերով եւ թատրոնով, բայց այստեղ շատ նաեւ ենթահարց կա, հա, իսկ ինչպես պետք է երիտասարդը կապվի, ինչն է կապողը լինելու իրեն ու Մալյանի ֆիլմին կամ Մալյանի կերպարներին, հենց այդտեղ է Մալյանի առեղծվածը ու իմ համար իր այս magical երևույթը, որ ինքը այդ պարզ մարդուն է ցույց տալիս, որ 20 տարի առաջ, 40, 50, 100 տարի առաջ ու հիմա միևնույնն է իր ապրումի մեջ, իր հուզականության մեջ նույնն է։ Անի, իսկ Մալյանի ֆիլմերը այսօր արդիական են նաև արտասահմանում։ Եթե արտասահմանցի հանդիսատեսը դիտի, կհասկանա այդ ֆիլմերը թե ոչ։ Ես կարծում եմ, եթե այն ժամանակ էլ Մալյանի ֆիլմերը թարգմանվեին, դրանք մեծ հաջողություններ կունենային եւ հասկանալի կլինեին։ Ու Մալյանի ֆենոմենը իսկապես այդտեղ է, որ ինքը ֆիլմերը նկարել է սովետական ժամանակաշրջանում, սովետական գրաքննության եւ գաղափարախոսությունների տարածման ժամանակաշրջանում, բայց նկարել է շատ ազգային կերպարների։ Ազգայինը մի քիչ շաբլոնային է հնչում, շտամպային երանգ ունի, բայց շատ հայ մարդու է նկարել, որը որ միաժամանակ շատ համաշխարհային եւ համամարտկային արժեքների կրող է։ Որը խնդիրը ավելի շատ համամարտկային է։ Եվ համամարտկային էր, բայց խնդիրները եւ թեմաները, որոնց միջով անցնում էին այդ կերպարները, շատ հայկական էին, բայց դրանք սովետական գրաքննության ժամանակ էին արվում։ Ու իր ֆենոմենը հենց դա էր, որ ինքը կարողանում էր ստեղծել տեղային խնդրի մեջ համամարտկային մոտեցում։ Դրա համար էլ դա կարողանում էր հետո անցնել այդ սովետական բոլոր գրաքննությունների միջով։ Չնայած դրա դեմ առավ Նահապետը ֆիլմը, Նահապետից բավականին կադրեր հետո մոնտաժվեցին եւ վերաձևակերպվեցին, բայց իր մյուս ֆիլմերում պակաս չի երևում այդ։ Ըստ քեզ Մալյանական կինոներում նկարահանվելու համար պիտի առանձին Մալյանի կինոդպրոց անցներ, թե ավելի շատ ռեժիսորը գիտեր դերասանին ու տանում էր այն ուղղությամբ, որ ինքը ցանկանում էր։ Այդ չեմ կարող ասել, բայց Ինչի տվեցի այդ հարցը։ Կներես որ ընդհատում եմ, այդ հարցը տվեցի, որովհետև շատերից եմ լսում ներկապային, որ խաղում եմ Հենրիկ Մալյանի թատրոնում, շատերն են մեզ ասում, դե ձեր թատրոնի տեսակը սիրում ենք, որովհետև ներկայացումները կարծես տարբերվում են մյուսներից իր անսամբլային ոճով, իր մթնոլորտով, դրա համար այդ հարցը տվեցի, փորձեցի տեսնեմ զուգահեռներ կան ըստ քեզ այդ ֆիլմերի։ Ես կարծում եմ, որ արվեստի մեջ ինչ ճյուղի մասին էլ որ խոսում ենք, էականը ինտեգրումն է, ներգրավումն է։ Եվ եթե Մալյանի թատրոնը, հա, այսօր ունի իր ոճը, ու ինքը ազնիվ ու անկեղծ է այդ ոճաբանության մեջ, ապա նա նույն ազնվությամբ եւ բացությամբ կարող է ներգրավել ցանկացած մեկին, ում հետաքրքիր է դա, ով ուզում է լինել այդ ամենի մասը։ Եվ վստահ եմ, որ նույն կերպ էլ Մալյանը մոտեցել է այն ժամանակ իր ստեղծագործական թիմին եւ դերասանական խմբին ներգրավելու պատրաստ եւ ներգրավողից բխող։
այստեղ երկուստեք պետքա քիմիա լինի, բայց չեմ կարծում որ Մալյանը այն ռեժիսորն է եղել, որ այսպես ինչ որ քառակուսի շտամպեր է ունեցել, թե ինչպիսին պետք է լինի դերասանը։ Բաց պետք է լինի, առհասարակ ամբողջ աշխարհում դերասանը բաց պետք է լինի։ Իր գրքում ինքը գրում է, ասում է, որ ես նախ լսում եմ դերասանին։ Լսում է դերասանին, ասում է, հետո ես իրեն սկսում եմ համոզել, հետո տանում եմ մութ սենյակով, հետո տանում եմ լույս սենյակով, հետո այսպես եւ հասցնում եմ միտեղ, որ բերում եմ, հասցնում եմ նկարահանման հրապարակ ու ասում եմ միացրեք։ Պետք է սկսենք։ Դու լինելով դերասանուհի, աշխատելով տարբեր ռեժիսորների հետ, որ աշխատելա ոչն ես նախընտրում։ Այդ տեսակը թե ինչ որ մի ուրիշ։ Ես փորձարել եմ եւ այն եւ հասկացել եմ, որ ես որևէ բանի կրող չեմ։ Ես նյութ եմ, որը որ ենթարկվում է եւ կատարում է, որովհետեւ կատարողական արվեստի կրողն եմ ես։ Ու ինձ համար յուրաքանչյուր ձևն էլ, յուրաքանչյուր տարբերակն ու մոտեցումն ու ճանապարհն էլ ընդունելի է։ Այդ առումով ես կարող եմ ասել, որ ես բավականին ռեժիսորի դերասան եմ։ Ինչպիսին որ ինքն է, ըստ դրա ես եմ։ Ինչպիսին ինքն է պահանջում, որովհետև իր ֆիլմն է, ըստ դրա ես փորձում եմ եւ նկարանման հրապարակի հարաբերությունների, փոխհարաբերությունների մեջ ինտեգրվեմ եւ իր պահանջած պատկերի։ Բայց անկախ նրանից, հիմա երևակային, եթե անգամ լիներ Մալյանը, ու ինչ որ տեղեր չհամընկներ ձեր մտածողությունը։ Կլիներ ստեղծագործական բախում, թե չէ։ Դե թատրոնում ենք Մալյանը, երևակայինք։ Կլիներ թե կլիներ, որովհետև ես առանց բախումների չեմ կարողանում ստեղծագործել, բայց վստահ եմ, որ կհանգեր սիրուն, ոչ թե սիրուն գեղեցիկ, այլ սիրո լուծմանը։ Մեր հեռուստադիտողին ուզում եմ ասեմ, որ նաև Անին Մալյան թատրոնի հանդիսատես է ու պրոֆեսիոնալ հանդիսատեսների կարգին է դասվում։ Անի, ես գիտեմ, որ դու շատ ուշադիր մարդ ես ու տեսնում ես գրեթե ամեն ինչ։ Հիմա մի հատ հարցատես տալու որ չեմ տեսել կամ չգիտեմ։ Չէ, ինձ հետաքրքրում է մի բան, երբ ներկայացումը ավարտվում, արդյոք նկատել ես հանդիսատեսի աչքերում ինչ է կատարվում հանդիսատեսի հետ, երբ նայում են Մալյանի թատրոնի ներկայացումներ։ Եթե ես հանդիսատես եմ, ոնց եմ տեսել։ Օրինակ, ում հետ որ եկել ես, կամ ինչ զգացողություններ ա եղել, հավանել են, չեն հավանել, քննարկել եք, ինչ որ մի բան մնացել ա, թե չի մնացել։ Ես գիտեմ, որ Մալյանը ունի իր յուրահատուկ հանդիսատեսը ու նաև իմ ընկերների, ստեղծագործ ընկերների շրջանում բոլորի համար Մալյանը առանձնահատուկ տեղ ունի քաղաքում, մնացած թատրոնների կողքին։ Դա ամենալավ կամ ամենահոգեհարազատ, ամենամտերիմ կամ ամենագեղեցիկ տեղը չէ, դա յուրահատուկ տեղն է, որ դու ասում ես ինչ լավ է, որ այս գույնը կա, ինչ լավ է, որ մենք ունենք այսպիսի անկյուն, այսպիսի ստեղծագործողների հարթակ, որոնք որ մեզ տալիս են նոր պատկեր, նոր դիտանկյուն, նոր երանգ ու մենք հնարավորություն ունենք նաև իրենցով լցվելու, իրենցով սնվելու ու հուսամ նաև այդ հանդիսատեսը տալիս է նաև ձեզ այդ լցվելու հնարավորություն միանշանակ տալիս է։ Եվ որպես վերջաբան, ինչ կմաղթես Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին։ Ահա։ Անին բացում է թերթերը, թերթում է թերթերը։ Դες այստեղ առանձնացրել եմ մի հատ հատված, որը որ կինոյի տեսակ հասկացողության մասին էր Մալյանը ասել իր երկխոսություն 3-րդի համար գրքում, բայց սա կարելի է նաև այս հարցի շրջանակներում դիտարկել։ Բայց կինոյի տեսակ հասկացողության մեջ, ահա։ Կինոյի տեսակ հասկացության մեջ ինձ համար համադրում են երկու անքակտելի հատկանիշ՝ իսկապես ազգային եւ իսկապես ժամանակակից է։ Իսկ յուրաքանչյուր ֆիլմ այդպիսին դառնում է, երբ արվեստագետը յուր հոգու բոլոր թելերով կապված է ժամանակի հետ, երբ նա ուժ է գտնում արտահայտվելու իրեն իսկապես հուզող իր ճշմարտությունը եւ այդ ասելիքը աշխարհ է բերում իր շնչի պես եզակի ու անկրկնելի հուզականությամբ։ Եվ արտիստներին, եւ թատրոնին, եւ մեր ստեղծագործողներին սա կմաղթեի։ Շնորհակալություն քեզ անկեղծ զրույցի համար, շնորհակալություն, որ չմերժեցիր ու եկար։ Դե ինչ սիրելիներս, մեր հյուրներ գեղեցկուհի, պրոֆեսիոնալ դերասանուհի, իմ շատ սիրելի գործընկեր Անի Խաչիկյանը։ Կհանդիպենք։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հայրենի
խնձոր կսիրես։ Այո, կսիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսում։